Այժմ տեսնենք ինչ է սպասվում առույցներին ֆինանսներում հաջորդ 2 շաբաթվա մեջ մինչև հունիսի վերջ։ Ինչ է սպասվում առույցներին մինչև հունիսի վերջ իրենց ֆինանսական հարցերում։ Ես էլի կընտրեմ 2 տարբերակ, հարգելիներս, դուք կարևոր չէ, պարտադիր չի, որ ընտրեք տարբերակ։ Ես ուղղակի ուզում եմ շատ մարդկանց մասին խոսել։ Տեսնենք։ Առույցների ֆինանսական հարցերում ինչ է սպասվում մինչև հունիսի վերջ։ Առաջին տարբերակում տեսնում եմ ժայռը եւ տեսնում եմ սիրահարների կարտը։ Ժայռը կարող եմ ասել, որ ինչ որ խոչընդոտներ աշխատանքի հետ կապված կարող են լինել առույցների համար, որոշ առույցների համար բնականաբար, ոչ բոլորին, սա բոլորին չի կարող վերաբերել։ Դե աշխատանք նկատի ունեմ աշխատավարձ։ Եթե դուք չեք աշխատում, աշխատավարձ չեք ստանում։ Եթե ձեր աշխատանքը, չգիտեմ, ժամերը պակասել են, կրճատվել են կամ սեզոնային աշխատանք ունեք, այդ դեպքում խնդիր է, դուք մշտապես գումար չեք վաստակում եւ այսպես ընտրության առաջ եք կանգնած, դու պետք է ընտրություն կատարեք, ինչպես կարող եք բարելավել ձեր ֆինանսները։ Որովհետեւ ես տեսնում եմ, որ խոչընդոտը ոչ թե ֆինանսների հետ է, այլ աշխատանքի հետ է կապված։ Չգիտեմ ինչ խնդիրներ կա, էլ եմ ասում, ժամեր են կրճատել կամ սեզոնային աշխատանք է, որոշ ժամանակ աշխատանք չունեք։ Եթե ձեր գործն ունեք, ինչ որ գործերը մի քիչ այսպես կանգնել են, ինչ որ ընտրության առաջ եք կանգնել, կամ կանգնելու, այսպես ասենք, մինչև հունիսի վերջ, տեսնենք։ Շատ լավ եմ ճիշտն ասած տեսնում, եւ տեսնում եմ այստեղ նոր համաձայնագրեր, նոր պայմանագրեր, նոր աշխատանք, եթե աշխատանք չունեիք, դրա համար էր խնդիրը, որ ինչ որ ժամանակ աշխատանք չունեիք, չէիք կարողանում աշխատանք գտնել, լուրջ ընտրության առաջ էիք կանգնած։ Ես կարծում եմ, որ աշխատանք կգտնեք, որտեղ սա համաձայնագիր է, փաստաթղթեր են, 2 հոգու միություն է սա։ Այսինքն դուք եւ ձեր աշխատանքի վայրը։ Ինչ որ մեկը ձեզ հետ, եթե ձեր աշխատանքի են վերցնում, դա էլ այսպես չգրված, բայց համաձայնագիր է։ Եթե իսկ կոնտրակտով եք աշխատում, դա կոնկրետ արդեն համաձայնագիր է։ Իսկ եթե ինչ որ մեկի հետ գործարք եք ընկնում, երկուսով ուզում եք գործ անել, որտեղ սա մի հոգու հետ չի կապված, այստեղ 2 հոգի եմ տեսնում, կարող եմ ասել, որ այո, ձեր ընտրությունը փաստորեն ինչ որ կամ աշխատանք գտնելն է, ես տեսնում եմ, որ կգտնեք, ձեզ լավ լուր կգա, լավ լուր կգտնեք, եթե ձեր ընկերների հետ եք խոսում, ծանոթ մարդկանց հետ, իրենց բացատրելով ձեզ ֆինանսներ են պետք, ձեզ աշխատանք է պետք, ես կարծում եմ կգտնեք։ Եթե ձեզ պետք է պարզապես օգնություն ֆինանսական, ինչ, չգիտեմ, հիմնարկության հետ եք ինչ որ աշխատանք, ինչ որ գործունեություն եք վարում, ինչ եք անում, վարկ եք վերցնում, չգիտեմ, գումարներ ես տեսնում եմ գալիս են եւ տեսնում եմ, որ ձեր ընկերները ձեզ կօգնեն եւ լավ լուր է գալիս։ Այսինքն եթե ինչ որ ֆինանսներ են ձեզ պետք հարգելներս, ապա ֆինանսները ամենայն հավանականությամբ կգան, 10-ով էլ տեսնում եմ, որ կգան, ձեր ընկերներն էլ ձեզ կօգնեն։ Իսկ եթե աշխատանքի խնդիր ունեիք, ապա աշխատանք կգտնեք, որտեղ եթե ֆինանսները գալիս են, ինչ որտեղից գալիս են, չէ՞։ Դա նշանակում է, եթե փնտրում եք աշխատանք, ապա մինչև հունիսի վերջ այս գոնե առույցները, որոնք խնդիրներ ունեն աշխատանքի հետ, իրենք աշխատանք կգտնեն։ Երկրորդ տարբերակում տեսնում եմ այստեղ աշխատանքի կամ ինչ-որ գործի առաջարկություն, բայց տեսնում եմ միևնույն ժամանակ աղջիկը 9 պենտակլի, որը շատ բավարարված է, ինքը ֆինանսներ արդեն ունի, այստեղ ֆինանսների մեջ ես կարիքով կին չեմ տեսնում, նույնիսկ եթե չդիտարկենք կին, ցանկացած առույցի մասին կարող է լինել եւ կին եւ տղամարդ։ Դուք արդեն լավ գումարներ վաստակում եք, արդեն դուք շատ կայացած եք ինքներդ ձեր ուժերով, շատ անկախ, շատ ինքնուրույն, շատ գոհ եք ձեր կյանքից, հատկապես ձեր ֆինանսներից։ Բայց ես տեսնում եմ ձեզ ինչ որ նոր առաջարկություններ կարող են անել։ Տեսնենք։ Կամ դուք ունեք նոր գաղափար իմիջիայլոց, այդպես էլ կարող է լինել, կամ ձեզ են ինչ որ բան առաջարկում։ Ավելի շուտ ինձ թվում է, որ ձեզ են առաջարկում, ինչ որ գործարք, ինչ որ նոր աշխատանք։ Դե դուք լավ վաստակում եք, շատ ինքնուրույն կայացած մարդ եք, մասնագետ եք ինչ որ գործում, բնականաբար ձեզ հաճախակի կարող են աշխատանք առաջարկել, որովհետև լավ մասնագետ է, միշտ էլ պահանջված է։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, ճիշտն ասած, հարգելի առյուծներ։
Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Մեկ վարքյան ես փորձեմ հասկանալ այստեղ ինչ եմ տեսնում։ Գիտեք, ես այստեղ տեսնում եմ օձ, տեսնում եմ գերանդի սիրտ եւ արջ։ Որոշ առյուծների դեպքում, որտեղ դուք շատ, այսպես էլ եմ ասում, շատ դուք արդեն կայացած եք, լավ ֆինանսներ վաստակում ենք անկախ նրանից ինչ եք անում, դերասանուհի եք, թե, չգիտեմ, վարսահարդարուհի եք, թե ինչ գործ եք անում, տղամարդկանց մասին թեկուզ կարող է լինել, ել եմ ասում, կարտը նկատի չունեմ միայն աղջկես, ուղղակի նկարով էի ասում, այսինքն դուք ինչի որ մասնագետ եք, գումարներ լավ վաստակում եք, շատ գոհ եք ձեր կյանքից, նաև շատ պահանջված եք, որտեղ ձեզ նորից առաջարկություն են անում, առաջարկությունը կլինի շատ այսպես անսպասելի ձեզ համար հավանաբար, շատ անսպասելի, այս կինը շատ ճարպիկ, մի քիչ խորամանկ ճարպիկ, շուստրի, որ ասում են, հա, այդ տեսակ, բայց ես վատ բան չեմ տեսնում, ես չեմ կարող ասել, որ ինքը վատ կին է, ինչ որ սխալ մի բան է անում, չէ, ուղղակի շատ ճարպիկ է, միգուցե ինքը իր շահն ունի, ինչ որ մաս ունի ձեր վաստակած գումարներից, ձեր աշխատանքի մեջ գործակալ է, չեմ կարող ասել ինչ է, ուղղակի շատ այսպես ձեզ համար անսպասելի առաջարկություն կարող է անել ձեզ, նախ շատ ձեր սրտով կլինի, երկրորդը դա կարող է լինել պաշտոնի բարձրացում, ես չգիտեմ ձեզ, որովհետև դուք լավ մասնագետ եք, ձեզ աշխատանք են առաջարկում ավելի բարձր պաշտոնով, որ ձեզ կբերի ավելի լավ ֆինանսներ։ Չեմ էլ ֆինանսները, որտեղ ես տեսնում ձեր ֆինանսները գալիս են աշխատանքից, դուք լավ գործի եք եւ լավ գումարներ եք վաստակում։ Շատ ավելին է սպասում ձեզ հարգերներ, ձեզ շատ հետաքրքիր առաջարկություն կանեն, ավելի բարձր պաշտոն, ավելի լավ գործ, քան մինչև հիմա արել եք եւ ավելի բարեկեցիկ կյանքով կարող եք ապրել, հարգելի առույցներ։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում կույսերին հաջորդ 2 շաբաթվա ընթացքում իրենց ֆինանսներում, մինչև հունիսի վերջ։ Ինչ է սպասվում կույսերին մինչև հունիսի վերջ իրենց ֆինանսներում։ Ես ընտրում եմ 2 տարբերակ հարգելիներից, բայց խորհուրդ չեմ տալիս տարբերակ ընտրել, պարզապես որը կզգաք, որ ձեզ է վերաբերում, կարող եք վերագրել ձեզ։ Ես ուղղակի ուզում եմ ավելի շատ մարդկանց համար տարբերակներ առաջարկել։ Տեսնենք ինչ է սպասվում կույսերին իրենց ֆինանսներում մինչև հունիսի վերջ։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Ֆինանսների հետ ոչ մի կապ չունեն, բայց տեսնում եմ սիրտը եւ տեսնում եմ այստեղ 8 բաժակների մարդը հիասթափված թողնում է, գնում է, հեռանում է, ինչ որ նոր ճանապարհ է ընտրել։ Դե խոսում ենք ֆինանսների մասին, կարող եմ ասել, տեսեք, սիրտը եւ հիասթափությունը առանձնապես իրար հետ չեն սազում, հակասական կարտեր եմ տեսնում։ Ես դրանցից կարտեր կհանեմ, բայց ինչպես կարող եմ ասել, որ դուք ուզում եք, ամեն ինչ թողնում եք ետևում եւ հեռանում եք։ Պարտադիր չի հիասթափված լինեք իմիջիայլոց, ես ավելի շատ բաժակներ տեսնում եմ կանգնած, քան թե ընկած վիճակում։ Այսինքն դուք ինչ որ գործ եք արել, ինչ որ ձևով գումարներ վաստակել եք, աշխատանքի միջոցով է եղել, ձեր գաղափարն է եղել, on-line, չգիտեմ, ինչ որ ձեր գործն եք ունեցել, ինչ էլ որ արել եք։ Բայց դուք հոգնել եք ձեր աշխատանքից, ինչ որ անում եք, այդ միգուցե միապաղաղությունից, միգուցե նույնությունից, դուք ինչ որ մի նոր բան եք ուզում եք նոր ճանապարհ, նոր ուղի, եւ նոր մասնագիտություն, նոր կրթություն, նոր, չգիտեմ, ինչ որ գիտելիք եք ուզում ձեռք բերել, չգիտեմ, նոր ուղի եք փնտրում։ Գնում եք դեպի ավելի լավը։ Ոչ թե որտեվ վատ վիճակում եք ֆինանսական խնդիրներ ունեք, ոչ, բոլորովին, ես չեմ տեսնում այստեղ, ես ընդհակառակը տեսնում եմ մարդը, որ բավականին փորձ ունի, վաստակել է, ավելին է ուզում, նոր ուղիներ է փնտրում գումարներ վաստակելու, եւ դուք շատ էլ ուրախ եք գնում, շատ ոգևորված եք գնում։ Այսինքն այս ճանապարհը դուք ստիպված չեք գնում ճարահատյալ, այլ պարզապես դուք որոշել եք եւ գնում եք, ել եմ ասում, նոր ուղի, միգուցե դա նոր մասնագիտություն է, նոր կրթություն է, նոր գիտելիքներ եք ուզում ձեռք բերել։ Տեսնենք, այն ինչ կհուշեն կարտերը։ Շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Դուրս եք եկել ճանապարհ եք գնում ձեր սրտով էր ասում եք, չէ, այսպես դուք ճանապարհը ընտրել եք,
եւ գնում եք ձեր ուզած ճանապարհով եւ տեսնում եմ արև, այսինքն շատ հաջող կլինի։ Ես չգիտեմ դուք ուր եք գնում, ինչի համար եք գնում, ֆինանսների հետ կապված ինչ նոր ուղի եք ընտրել, նոր գործարք եք ուզում անել, նոր, չգիտեմ, գործ եք ուզում սկսել, շատ հաջող կլինի հարգելներս, ինչ էլ որ որոշել եք, նպատակ ունեք, ուզում եք գնալ, մինչև հունիսի վերջ, թե այսօրվանից սկսած եք ուզում անել, դա միայն դուք կարող եք իմանալ, հարգելի կույսեր, բայց ես տեսնում եմ արևով էլ ճանապարհը ընտրված է, դուք արդեն որոշումը կայացրել եք, շատ հաջող կլինի։ Ես կարող եմ ասել, որ ձեր ներքին ձայնն է ձեզ հուշել։ Պարզապես դուք հանկարծ հասկացել եք, որ ինչ որ նորություն, փոփոխություն եք ուզում, իսկ թրի տզով կարող եմ ասել, որ դուք այո, հանկարծ ձեզ համար հանկարծ այսպես պարզվել է, հանկարծ պարզել եք ձեզ համար ինչ եք ուզում անել։ Օրինակ իմ ամուսինը կրթության ֆիզիկոս է, բայց ինչքան մենք միասին ենք ապրում, ես գիտեմ, որ ինքը աշխատում է որպես ծրագրավորող, այսինքն որպես ֆիզիկոս գումար երբեք չի վաստակել, որովհետև երբ որ կյանքը փոխվեց, չէ, այսպես համակարգչային ծրագրերը սկսվեցին, նոր ծրագրեր, տեխնիկան այդպես զարգացավ, ամեն ինչ փոխվեց, ինտերնետ եւ այլն եւ այլն, ինքը սկսեց գումարներ վաստակել ծրագրավորմամբ եւ փոխեց մասնագիտությունը։ Այ ես կարող եմ ասել, դե երիտասարդ տարիքում, հա, մինչեւ 30 տարեկան, դա ամենաճիշտ տարիքն է, երբ կարող ես ժամանակին հարմարվելով, հա, փոխել քո մասնագիտությունը։ Այ այսպեսի մի իրավիճակ եմ տեսնում նաեւ այս երիտասարդի համար։ Մենք հետևից տեսնում ենք, չեն կարող ասել վստահ աղջիկ է թե տղա, երկու տարբերակներ կարող է լինել, հանկարծ ձեզ համար պարզում է, որ դուք ինչ որ մի նոր ուղի եք փնտրում ձեզ համար կարիերայի, աշխատանքի, ինչ էլ ուզում է լինի եւ նաեւ ֆինանսներ վաստակելու։ Շատ արևով շատ լավ էր, այսինքն ինչ ճանապարհ որ ընտրել եք, հարգելներից գնացեք ձեր ընտրած ճանապարհով, շատ հաջող կլինի։ Իսկ այ երկրորդ տարբերակը, հարգելի կույսեր, ինչ եմ տեսնում։ Տեսնում եմ իրականում նոր սկիզբ, ինչ որ մի բան թողնում եք գնա եւ ինչ որ նոր սկիզբ է, նոր բան է սկսվում ձեզ համար։ Ես որովհետեւ նայում եմ ֆինանսների հետ կապված, կարող է որոշ կույսեր աշխատանքն են թողնում, հեռանում են աշխատանքից, ուզում են նոր գործ սկսել, կամ իրենց գործն են ուզում սկսել, կամ նոր աշխատանք են ուզում սկսել։ Ես չեմ տեսնում ճիշտ ասած առայժմ, որ ձեզ գործից հեռացնում են, ես տեսնում եմ, որ դուք եք հեռանում, ինչ որ մի նոր սկզբի համար, ինչ որ մի բան եք ուզում վերջացնել, սկսել նորը։ Տեսնենք։ Արևով արդեն շատ լավ եմ տեսնում, եւ արև, եւ տուզ եմ տեսնում։ Եթե լուր էիք սպասում եւ վաղուց շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Եթե լուր էիք սպասում եւ վաղուց էիք սպասում, նավակով եմ կարող ասել, լուրը կգա, ճանապարհը բաց է, սա հաջողության կարտ։ Արևը հարգելներս եւ սա ծաղիկը լավագույն կարտերն են այստեղ հաջողության, լավագույն։ Լուրը եթե ուշանում էր անպայման կգա, նոր աշխատանք եք փնտրում, նոր գործարք եք ընկնում, որտեղ դուք ինչ որ բան որ թողնում եք հեռանա, մի նոր բան սկսելու համար հիշում եք ասեցի, ամենաճիշտ տարբերակն է, մի բան պետք է թողնեք, ինչ որ չի աշխատում, հեռանա, նորը սկսել։ Ինչ որ նոր սկսում եք, նոր ճանապարհ եք գնում, ուր էլ որ գնում եք, շատ լավ է։ Եվ տասով, եւ տզով եմ տեսնում, եւ ներողություն, 10 չէ, տզով եմ տեսնում, եւ արևով եմ տեսնում, լուրը կգա, շատ գեղեցիկ։ Եթե սպասում եք լուրի գործերի հետ կապված կամ ֆինանսների հետ կապված, ինչ սկիզբ էլ որ լինի, շատ ճիշտ եք անում, որ սկսում եք ինչ որ մի նոր գործ, ֆինանսների հետ կապված, շատ հաջող կլինի եւ լավ լուր կստանաք։ Այժմ տեսնենք ինչ է սպասում կշարքներին իրենց ֆինանսներում հաջորդ 2 շաբաթվա ընթացքում, մինչև հունիսի վերջ։ Առաջին տարբերակ եւ երկրորդ տարբերակ։ Հարգելիներ, ես առաջարկում եմ դուք տարբերակ չընտրեք, որը ձեզ կվերաբերի, այն էլ ձեզ վերագրեք։ Պարզապես ուզում եմ ավելի շատ տարբերակներով ձեզ օգտակար լինել։ Շատ լավ, ինչ է սպասում կշարքներին մինչև հունիսի վերջ իրենց ֆինանսներում։ Որոշ կշարքների աշխատանքի վայրում կարող են լինել ինչ-որ խնդիրներ։ Մեծ խնդիրներ չեն, մանր-մունր խնդիրներ եմ տեսնում, բայց ամեն դեպքում դուք ինչ-որ հարցի առաջ եք կանգնում, ինչ-որ ընտրության առաջ եք կանգնելու։ Տեսնենք ինչի մասին է խոսքը։ Բաժակների երկուսով կարող եմ ասել, որ միգուցե դիմեք ինչ-որ մեկին, ինչ-որ մեկը ձեզ օգտակար լինի, ինչ-որ մեկը խոսի կամ ինչ-որ մեկը ձեզ ինչ-որ բան է առաջարկում,
Կամ դուք պարզապես օգնություն եք փնտրում։ Հարգելիներս, ես շատ լավ եմ, երկու տուզ ոչ մի կարտել չեմ հանի, իմաստ չունի, երկու տուզ եմ տեսնում։ Ես չգիտեմ ինչ խնդիր կա աշխատանքի հետ կապված, ինչ խնդիր է եղել։ Եթե աշխատանք չեք ունեցել, ինչ որ ժամանակ անգործ են եղել որոշ կշեռքներ եւ աշխատանք եք փնտրում այսպես երկուսը բաժակների ընտրության առաջ, այսինքն զրուցում եք, մարդիկ եք փնտրում ձեր ծանոթների միջոցով կամ, չգիտեմ, գործակալությունների միջոցով, խոսում եք, զրուցում եք, հայտնում եք մարդկանց, որ աշխատանք եք փնտրում, խոսում եք, զրուցում եք, հարցազրույցների եք մասնակցում, այդպես էլ կարող է լինել։ Շատ հաջող եմ տեսնում, երկու տուզ, ես ոչինչ չասեմ, դուք ինքներդ կարող եք տեսնել։ Երկու տզով շատ հաջող է լինելու, եթե դուք ընտրում եք աշխատանք, դե աշխատանքի հետ նաև կապված են ֆինանսները։ Իսկ եթե ինչ որ ֆինանսների հետ կապված եք զրուցում մարդկանց հետ, զրուցում եք ֆինանսների հետ կապված, ինչ որ խանգարող հանգաման կա, չգիտեմ, սա ձեր ու ինչ որ մեկի միջև է զրույցները եւ այս գործարքը, ձեր եւ բանկի միջև է, թե ձեր եւ ընկերների մեջ է, գործարքի հետ է կապված, ինչ է շատ լավ եմ տեսնում, երկու տզով, սա շատ երկու գեղեցիկ կարմիր տուզ եմ տեսնում։ Ֆինանսների հետ կապված ցանկացած զրուցում եք, չգիտեմ, դիմում եք, ուր էլ որ դիմում եք, ումից էլ որ գումարներ ակնկալում եք, անպայման կունենաք։ Իսկ եթե դուք ել եմ ասում աշխատանք եք փնտրում եւ ֆինանսները ձեր գալիս են աշխատանքից, աշխատանք կգտնեք։ Երկրորդ տարբերակը տեսնում եմ աստղի կարտը, որը մեր հույսերն են, մեր երազանքներն ու ցանկություններն են, ձգտումները, եւ տեսնում եմ լուրի կարտը նամակով։ Այսինքն, ինչ որ լուրի եք սպասում, ինչ որ նպատակի համար մի տեսակ ձգձգվում ուշանում է լուրը, առայժմ չի գալիս։ Եվ դա կարող է խանգարել, որ դուք առայժմ ձեր նպատակին չեք կարողանում հասնել։ Տեսնենք։ Տեսնենք ինչ կմանրամասնեն կարտերը։ Գիտեք, շատ հետաքրքիր է։ Ես տեսնում եմ, որ դուք աշխատանքի վայրում խնդիրներ ունեցել եք կամ ունեք։ Եկեք մի հատ իրար կողք նայենք։ Ոչ, ես աշխատանքի հետ չեմ տեսնում, ոչ, ես աշխատանքի հետ չի կապված, մենք նայում ենք ֆինանսների համար առաջի հերթին։ Ինչ որ ցանկություններ ունեք, ելի եմ ասում, եւ չեք կարողանում ձեր նպատակին հասնել, ձեր ցանկությանը ինչ էլ որ լինի, ձեր ցանկությունը ֆինանսների հետ կապված, չգիտեմ, ինչ եք ուզում, ինչի համար են ձեզ ֆինանսները պետք, ուշանում է լուրը, դա ձեզ շատ բարկացնում է, կարող եմ ասել, բայց ես տեսնում եմ հաջողություն, այսինքն լուրը մի քիչ կուշանա, մի քիչ կարող եք բարկանալ, մի քիչ կարող եք, չգիտեմ, դե ափերից դուրս գալ չեմ տեսնում, բայց լուրը կգա իրականում եւ շատ դրական կլինի, մի բարկացեք, մի քիչ ուղղակի սպասեք, ձեզնից մի քիչ երևի համբերություն կպահանջվի, բայց ես տեսնում եմ, որ լուրը գալիս է։ Ես կարող եմ լրացուցիչ եւս 1-2 կարտ հանել։ Չեմ կարող ասել ինչի համար են ձեր ֆինանսները պետք։ Ես այստեղ աշխատավարձ ճիշտն ասած չեմ տեսնում, որ ասեմ դուք աշխատավարձի հետ կապված խնդիրներ ունեք, որտեղ լուրն է ուշանում, ոչ թե ֆինանսներն են ուշանում։ Ուղղակի լուրը կապված է ֆինանսների հետ, որովհետև ես ֆինանսների համար եմ նայում։ Ինչ որ լուր եք սպասում ֆինանսների հետ կապված։ Ես ասում եմ, լուրը կգա, շատ լավ կգա, չէ, լուրը կգա, անպայման լուրը կգա։ Մինչև լուրը կգա, ճիշտն ասած, այսպես 6-ով կարող եմ ասել, աշխատեք յոլա գնալ ձեր ունեցած գումարներով, ձեզ լրացուցիչ գումարը ինչի համար է պետք, չեմ կարող ասել, նոր մեքենա եք ուզում գնել, նոր կահույք եք ուզում գնել, ինչ եք ուզում անել, չեմ կարողանա ասել։ Ճակատագրի անիվով տեսնում եմ, որ անպայման կփոխվի։ Իրականում միակ հանգամանքը այստեղ խանգարող կոնֆլիկտ, որ կարող է լինել, դա ուշանում է լուրը։ Ուշանում էր, ինչ որ մեկի մեղքով է ուշանում, չեմ կարող ասել, դա ձեզ մի քիչ բարկացնում է, բայց իրականում ոչ մի հուսահատության խնդիր չկա, անպայման դուք ունենաք։ Ես հաջողության կարտով ասեցի մինչև այդ որ կգա, ճակատագրի անիվը տեսնում եմ, անիվը պտտում, այսինքն շարժ կլինի, կսկսի փոխվել этаպը։ Եվ եթե սպասողական վիճակում եք, այդ վիճակից դուրս կգաք։ Առայժմ գումարները կգան սկզբում ինչքան որ ձեզ անհրաժեշտ է, բայց դրանից հետո կլինի այնքան, ինչքան որ ձեզ պետք էր։ Ես այստեղ տեսնում եմ թագուհի, որը շատ գոհ է, շատ բավարարված է, բաժակը ձեռքին, շատ էլ հուզված է, բայց շատ էլ գոհ է ինքը։ Բավականին, սա նաև հղի կնոջ կարտ է, ինչը նշանակում է հղի, այսինքն լի։ Ձեր ինչ գումարներ, ինչ ֆինանսներ, որ ակնկալում եք, կգա պարզապես ուշանում է լուրը, բայց ես այս կարտերով կարող եմ ասել, մինչև հունիսի վերջ ձեր լուրը արդեն կգա, հարգելիներս, ոչ մի խնդիր չեմ տեսնում։
Շատ լավ, այժմ տեսնենք կարիճներին։ Ինչ է սպասում կարիճներին եւ նրանց ֆինանսներում մինչեւ հունիսի վերջ, հաջորդ 2 շաբաթվա ընթացքում։ Տեսնենք, ինչ է սպասում կարիճներին իրենց ֆինանսներում մինչև հունիսի վերջ։ Ես երկու տարբերակ եմ ընտրում, հարգելիներս, դուք պարտադիր չի ընտրեք որևէ տարբերակ, որը կզգաք ձեզ վերաբերում է, այն էլ կարող եք ձեզ վերագրել։ Առաջին տարբերակում տեսնում եմ 2-7, տեսնում եմ նամակը եւ տեսնում եմ բաժակների 7-ը։ Կարող եմ ասել, որ ինչ որ կամ լուրը կգա, կամ լուրը արդեն եկել է, կամ լուրի եք սպասում, լուրը ուշանում է։ Խաղի 7-ով կարող եմ ասել, որ մի քիչ ուշանում է ձեր լուրը եւ դա ձեզ բավականին խնդիրների առաջ է կանգնեցնում։ Ես չգիտեմ, լուրը կապված է ֆինանսների հետ, ես ֆինանսների համար եմ նայում։ Դուք ինչ որ ամեն դեպքում ֆինանսական խնդիրներ տեսնում եմ, որ ունեք։ Չեմ կարող ասել լուրի պատճառով ինչ որ լուր է եկել, լուր եք լսել, դա ձեզ խնդիրների առաջ է կանգնեցրել, ֆինանսներ են պետք, ավելի շատ, քան դուք կարծում էիք, կամ ավելի շատ խնդիրներ կան, քան դուք կարծում էիք, կամ միգուցե դուք արդեն խնդիրներ ունեիք, ցավալի բան եմ ասում, բայց ես ինչ կարտերով տեսնում եմ, այն էլ ասում եմ։ Միգուցե որոշ խնդիրներ կային, պարզապես լուրը գալիս է, պարզվում է ավելի շատ գումար է պետք, ավելացնում է ձեր խնդիրները։ Գիտեք, ես այստեղ տեսնում եմ, որ շատ այսպես այո, անսպասելի կարող է ձեզ համար պարզվել, որ եթե խնդիրները կարծում եք 1-2-ն են, իրականում ավելի շատ են, քան ձեզ թվում է, որտեղ 7-ով տեսնում ես տարբեր էտապներ են, մինչև վերջանան հասնեք ծաղկին, այսինքն վերջին բաժակին, այսինքն ես բոլոր շատ տարբեր տեսակ խնդիրներով եք անցնում, որ մի քիչ երևի ձեզ համար այնքան էլ սպասելի չէին այս խնդիրները։ Դուք նոր եք տեղեկանում այդ մասին եւ ձեզ կտրուկ պետք է ինչ-որ փոփոխություն անել, ինչ-որ քայլ է պետք անել, որպեսզի կարողանաք այս բոլոր ֆինանսական ծախսերի տակից դուրս գալ։ Ես կարող եմ ասել բանալին ձեր ձեռքում է, նույնիսկ եթե ինչ-որ ճանապարհ փակ է, ինչ-որ մի ուղով փնտրում եք գումարներ չեն գալիս, դուք առանց գումարի չեք մնա, ես էլի եմ տեսնում, 10-ով եմ տեսնում, գրքով եմ տեսնում, դուք կգտնեք ձևը։ Եվ բանալին է ձեր ձեռքում, եւ գումարները տեսնում են, որ գալիս են, ուղղակի ինչ որ խանգարող հանգամանք ամեն դեպքում կլինի։ Միգուցե ինչ որ մի տարբերակով փորձեք գումարները ձեռք բերել, չստացվի, մեկ այլ տարբերակի դիմեք, բայց էլ եմ ասում, ես տեսնում եմ, որ դուք եք լուծելու հարցը, ինքներդ ձեզ համար կլուծեք ձեր ֆինանսական հարցերը, եւ ես տեսնում եմ, որ գումարներ գալիս են։ Տեսնենք երկրորդ տարբերակում։ Երկրորդ տարբերակում այնքան էլ լավ չեմ տեսնում։ Տեսնում եմ այստեղ ցախավելի կարտը, որը նշանակում է վեճեր, խնդիրներ, անհամաձայնություններ եւ տեսնում եմ այստեղ համբերատարության կարտը, նաեւ չափավորության։ Սա նաեւ կարող է նշանակել չափավորություն։ Գիտեք, այսինքն միգուցե դեր ծախսերն են շատ, միգուցե մեծ ներդրումներ եք անում, հարգելի կարիճներ, ինչ որ մեծ ծախսեր եք անում, եւ դա մի տեսակ է կոնֆլիկտ է, ոչ թե դուք վիճում եք կամ անհամաձայնության է գալիս, այլ ուղղակի սա կոնֆլիկտը ձեր ծախսերի եւ ձեր եկամուտի մեջ է, ավելի շատ եք ծախսում, քան իրականում վաստակում եք, եւ դրա համար էլ կարտը հուշում է ձեզ մի քիչ ավելի չափավորություն, այսինքն փորձեք կրճատել ձեր ծախսերը, այդպես կարող եմ ասել։ Լավագույն տարբերակը գումար խնայելու, որպես կանոն, ոչ թե մեծ գումարներ աշխատելն է, որտեղ միշտ չէ, որ դա հնարավոր է, այլ պարզապես ծախսերը կրճատելը, դա առաջին պայմանն է գումարներ խնայելու եւ շատացնելու ձեր եկամուտը։ Դա ես որպես հաշվապահ եմ ասում։ Ոյ, ներողություն, կարտ ընկավ վերցնեմ, ես վերադարձա։ Շատ լավ, տեսնենք ինչու են ձեզ առաջարկում չափավորություն, այսինքն խնայողություն, փորձեք խնայել ձեր ֆինանսներն ու ձեր ծախսերը, հարգելիներս, պակասեցնեք ձեր ծախսերը։
հետաքրքիր կարտեր եմ տեսնում շատ։ Ձեզ ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում հարգելիներս։ Այո, կարող եմ ասել, որ դուք սիրում եք ծախսել, չեմ կարող ասել ինչի վրա եք ծախսում, ինչ ներդրումներ եք անում, ինչ ռիսկերի եք դիմում, չեմ կարող ասել։ Բայց կարող եմ ասել, ձեզնից վերջերս միգուցե կլորիկ գումար է կտրվել գնացել, միգուցե, բայց դուք եք ծախսել իմիջիայլոց, եւ դուք ուզելով եք, ինչ որ գումար է ձեզնից գնացել հավանաբար, շատ էլ կլորիկ գումար է գնացել, բայց դուք նպատակ եք ունեցել առաջխաղացման, այսինքն դուք նպատակ եք գումար եք ներդրում եք արել, ինչ որ գործի մեջ եք դրել, ես չեմ կարող ասել, դե չեմ ուզում ասել կազինո եք խաղացել, չեմ տեսնում կազինոյի կարտեր, այստեղ չկան այդպիսի կարտեր, բայց այսինքն դե դուք ներդրում եք, այդ գործի մեջ դրել եք գումար, կտրուկ գումար, որպեսզի ունենաք առաջխաղացում, այսինքն գումարները շատացնելու համար, իսկ իրականում հնարավոր է գումարը կտրվել է ձեզնից։ Այդպես էլ կարող է լինել, որտեվ այստեղ ես տեսնում եմ նպատակը լավն էր եւ մեծ էլ գումարներ եք ներդրել, բայց հետո տեսնում եմ որ իրականում գումար կորցրել եք, հարգելներս։ Դրա համար եմ տեսնում, դրա համար էլ այստեղ չափավորություն, այսինքն շատ ավելի մեծ գումարներ եք գործի մեջ դնում, քան իրականում պետք է, այսինքն ծախսերը շատ են, կամ ծախսերն են շատ, կամ ինչ որ ավելորդ ներդրումներ եք արել, կորցրել եք ամեն դեպքում հարգելիներս, չնայած որ գումարը ներդրել եք լավ գործի համար, շատացնելու համար, ինչ գործարքի մեջ էլ որ մտել եք, չգիտեմ, բայց իրականում կարող եմ ասել գումար կորցրել եք։ Ես տեսնում եմ փոփոխություն, անպայման փոփոխություն կլինի, եթե նորից եմ ասում, կարտերը հուշում են չափավորություն, մի քիչ կրճատեք ձեր ծախսերը, նման ռիսկերի գոնե մինչև հունիսի վերջ նորից չդիմեք։ Եթե սա արդեն եղել է, եթե նոր է լինում, ուրեմն ռիսկի մի դիմեք, զգույշ եղեք ձեր գումարների հետ, իսկ եթե դեռ արդեն եղել վերջացել է, ապա փոփոխություն կլինի, տրանսֆորմացիան կլինի, կփոխվի, շատ լավ կլինի, տեսնում եք, խաչով, ինչ որ արդեն եղել է, դուք ձեր կորցրած գումարները չեք կարողանալու վերադարձնել, դա նախորդ կարող եմ ասել, չեմ կարող ասել ինչի հետ է կապված, ինչ որ մեկին գումար եք տվել տոկոսով, չեն վերադարձրել, կորցրել եք, չէ, դուք տոկոսով ուզում եք ավելի շատ գումար վաստակել, իրականում գումարները կորել են, տեսնում եմ, կորում են կամ արդեն կորել են, բայց ես տեսնում եմ դուք ֆինանսական խնդիրներ չեք ունենալ, ձեզ հաջողություն կլինի, դուք կորցրածը ետ բերել չեք կարողանա հավանաբար հարգելներս, բայց եթե դուք խնայողություն անեք եւ փորձեք չգիտեմ ինչ կարող է, ուրիշ ինչ կարող եք անել, ես տարբերակները չեմ կարող ասել, ամեն դեպքում հաջողություն ֆինանսական տեսնում եմ, դուք հաստատ չեք սնանկանում, սնանկություն չի սա, պարզապես ինչ որ ռիսկի եք դիմել, շահելու փոխարեն գումարը կորցրել եք, բայց ես չեմ տեսնում, որ դուք մինչև հունիսի վերջ ինչ որ ֆինանսական լուրջ ճգնաժամի մեջ լինեք։ Ամեն դեպքում հաջողություն կա, եթե կարող եք իրավիճակը փոխել, ձեր ձեռքում է, կարող եք փոխել։ Առաջի հերթին կրճատելով ձեր ծախսերը, բնականաբար։